Ադրբեջանում պատրաստվում են տարբեր սցենարների։ Այդ սցենարներից մեկը եւ ամենահավանականը կարծում եմ այս պահին այն է, որ գործընթացները կշարունակեն ընթանալ այնպես, ինչպես ընթանում են, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ինչ որ համագործակցության մակարդակի ի վերջո կհասնեն։ Տեսեք, բացվել է ճանապարհը Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան։ Գուցե մոտ ժամանակներս բացվի հակադարձ ճանապարհը, այսինքն մենք կարողանանք բեռներ ուղարկել Ադրբեջանի միջոցով, իհարկե երրորդ երկրով Վրաստանով, բեռներ ուղարկել դեպի Ռուսաստան, դեպի Միջին Ասիա, դեպի Չինաստան։ Նույն բանը առաջարկել է Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին եւ Թուրքիային եւ եկեք ուշադրություն դարձնենք, որ Սյունիքում 3 մաքսային կետ բացվեց ընդամենը օրեր առաջ։ Այսինքն գործընթացներ են տեղի ունենում, որոնք բերելու են համագործակցության ինչ-որ մակարդակի ձևավորմանը եւ Ադրբեջանը պատրաստվում է նշված սցենարի։ Թեև Ադրբեջանը պատրաստվում է նաև այլ սցենարների, տեսեք շատերը կան, ես նկատել եմ սոցիալական ցանցերում, ովքեր ասում են, որ եթե Հիկմետ Հաջիևը կամ Ադրբեջանը այդքան խաղաղասեր են, ինչու համար են անում այլ հայտարարություններ, որովհետև Ադրբեջանում ինչքան որ խաղաղասեր են, բայց նաև պատրաստ են խաղաղություն չհաստատվելու դեպքում այլ գործողությունների, ինչը նորմալ է, Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի այն ամենահավանական սցենարին, դեպի ուր գնում են գործընթացները, բայց նաև անկանխատեսելի զարգացումների եւ լավ կլիներ, որպեսզի Հայաստանում էլ տարբեր սցենարային մշակումներ ունենայինք, գուցե ունենք, իհարկե այդ կատվությունը այդպես բացահայտ չի լինում, սովորաբար գաղտնի է լինում, գուցե Հայաստանը պատրաստ է նաև այլ սցենարների, այդ թվում պատերազմական սցենարի։